Մենք ի սկզբանե եթե նկատել եք դատական գործերում հայցի ապահովման միջնորդությունները միշտ ոնց որ հայցի հետատրվում եւ մենք այս գործով որոշել ենք չտանք, որովհետեւ օրենսդրական ժամկետ կա 2 ամիս է եւ 2 ամսում գործի քննության արդյունքում ըստ էության հասցնում ենք ոնց որ 3 ամսվա ժամկետում այդ գործընթացը չի ավարտվում մինչև որ 2 օր առաջ ստացա կառավարության ներկայացուցիչ դիրքորոշումը, որով խնդրեց իրեն ժամանակ տրամադրել, որ ինքը ծանոթանա պատասխան ներկայացնի ակնկալելով, որ երբ որ բալանսավորվում է օրենքով սահմանված ժամկետ, մասնակիցների դատավարական իրավունք, հնարավորություն կա, ռիսկ կա ապահովելու համար կառավարության ներկայացուցիչի արդար դատաքննության իրավունքը, որ իրեն ժամանակ կտրամադրվի եւ հնարավոր է, որ չենք տեղավորվի 2 ամսում, դրա համար ներկայացվեց այս միջնորդությունը։ Ի սկզբանե մեր նպատակն էր 2 ամսում գործը ավարտել, ստանալ որոշում եւ որևէ հայցի ապահովման խնդիր որպես այդպեսին դրված չէր ընդհանրապես, որովհետեւ ակնհայտ էր, որ մենք համոզված ենք հիմնավոր է, որ որևէ խախտում չկա։ Երբ որ բայց մենք դիտարկում ենք արդեն երբ որ կառավարության ներկայացուցիչը պատահականորեն նոր իմացավ, նոր են ներգրավել ֆորմալ առումով, հա, բայց նոր միջնորդում է ժամանակախնդրում ծանոթանա պատասխան ներկայացնի, այդ ժամանակ մենք արդեն միջնորդեցինք եւ դրանով էր պայմանավորված մեր միջնորդությունը, սա շատ կարեւոր է, որ շուտ այնց այլ խնդիր չէր դրված։ Հիմա դա համընկավ ինչ որ նաեւ սահմանադրական դատարանի կողմից ոնց որ թե օր է որոշել փետրվարի 4-ը ոնց որ թե դրա հետ, բայց ակնհայտորեն մենք խնդիր չենք տեսնի, եթե կողմերը ունենան բավարար ժամանակ ծանոթանալու պայմանով, որ այնպիսի անդառնալի փոփոխություններ չլինեն, որ տեղի չունենան։ Գործընկերս էլ նշեց արդեն ավելի գլոբալ, եթե դիտարկեք վարույթ հարուցելու որոշումը, եթե դիտարկեք հաղորդումը, որի հիման վրա հարուցել է, այնտեղ կտեսնեք օրինակ այնպիսի ձևակերպումներ, որ ճիշտ է, այս ծախսերը բառացի եմ ասում, ճիշտ է, այս ծախսերը չի մտնում սակագնի մեջ, բայց կարող է հարկահանության հետ կապված հարցեր կան։ Բարեբուն իմաստով եմ ասում, այսինքն հարկային տեսչության գործառույթի էլեմենտ էլ կա։ Այն դեպքում, երբ որ պարբերաբար անցնում հարկային ստուգումներ, ցանկացած խախտում եթե լինում արձանագրվում, որպես կանոն չի լինում, այսինքն այս տեսակետից էլ է պետք կարևոր է, բացի վարկի տոկոսների, երաշխիքների եւ այլը, մնացած բոլոր գործընթացներն էլ ինքնին ուղղակի տես տպավորությունը այն է, որ կարդում ենք, որ գնացեք մի բան գտեք տարբերակով։ Ամեն դեպքում սա կարևոր է ֆիքսենք, որ կասեցման միջնորդությունը դրա համար է հիմա ներկայացվել ոչ թե սկզբից, որովհետև մենք հիմա պոտենցիալ ռիսկ բան իմաստով չեմ ասում, բացասական իմաստով չեմ ասում, էլի օբյեկտիվ պայմաններով պայմանավորված կարող է 3 ամսից ավել տևի, դրանով պայմանավորված խնդրել ենք հայցի ապահովում։ Անոր Գոլյան, մենք վարի 4 հետ կապված համապատասխան Պատգամավորների 1/5-ը դիմել էր այս օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու մասով, ամբողջությամբ չեմ տիրապետում հիմքերը, ինչ հիմնավորումներ են բերվել, ինչ կետերով են բերել։ Մենք ինքներս օրենքի սահմանադրականության որոշակի խնդիրներ տեսնում ենք։ Ամենամեծ խնդիրը ՀՑԿ նախագահին լիազորություն տրամադրելն է, որովհետև սահմանադրության համաձայն ուրեմն պետական իշխանությունը ժողովուրդը յուրացնում է սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, իսկ սահմանադրությունը ինքնավար մարմին է, որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովն է դիտարկում, ոչ թե նախագահին։ Ամեն դեպքում խնդիրը մենակ վարույթ հարուցելը չի, վարույթ հարուցել եւ դրանից հետո այս հարկադրանքի միջոց է կիրառվում ժամանակավոր կառավարչի նշանակումը, այսինքն այդ որտեղ միայն հարուցելը եթե լիներ, հələ կարելի էր քննարկել։ Երկրորդ մեծ խնդիրը հետադարձությունն է, երրորդ մեծ խնդիրը որը համոզված չեմ, որ սահմանադրական դատարանը այս փուլում կարող է անդրադարձ կատարել, բայց ՀՑԿ-ի կողմից տրված մեկնաբանությունը, որ սա բաների սահմաններում ինչքան ապացույց կարող է հետազոտել, չհետազոտել, եւ չորրորդ ամենամեծ խնդիրը գործընկերս էլի շատ հստակ նշեց, դա ժամանակավոր կառավարչին որպես տնօրեն ձևակերպելն է, որովհետև ունենք շատ դավեշտալի իրավիճակ։ Ներկայացվել է հայցադիմումը դատարանում քննվում է եւ հետո մեկ էլ այդ հայցադիմումը հետականչվել ժամանակավոր կառավարչի կողմից։ Բողոք ենք ներկայացրել, ասում ենք ինքը չի կարող, բողոքը վարույթի ընդունվում, որովհետեւ ասում է որպեսի բողոքը քննենք ժամանակավոր կառավարչի լիազորագիր է պետք։ Այսինքն արդյունքում շատ པարզ սխեմա է, օրենք ենք ընդունում, նշանակում ենք ժամանակավոր կառավարիչ, լիցենզիայի ձեռքում ենք, չեք կարող պաշտպանվել, որտեղ որ գնում եք դատարան, ժամանակավոր կառավարչի լիցենզիա լիազորագիր է պետք։ Դրանից հետո գալիս եմ եւ ձեր բաժնեմասը ձեր ձեռից առնում եմ, որովհետեւ լիցենզիա չունեք։ Այս փոքր ինչ որ բացառիկ տարբերակը բաժնետիրոջ անունից էս գործի քննությունը, ասենց ինչ որ բացառիկ է դարել, որտեղ կարող էր այս նույն ձևի ասեն դե դուք էլ ինչ եք ներկայացնում, եթե լիցենզիայից զրկման արդյունքում չառաջանար բաժնետոմսերը կորցնելու ռիսկը։ Եթե դա էլ չլներ, կասեն դե ինչ խնդիր ունեք, ինչա ձեր ընկերությունը դե ձերն է էլի, թո լիցենզիա չունենա հիմա վաղնան։ Սա ուղղակի քանի որ բաժնետոմսերը կորցնելու ռիսկ կա, մենակ դրանով պայմանավորված, այնց ինչ որ շատ բարդեցված համակարգով կարողանում են գեմաստացնել վարույթին եւ բողոքարկել։